Եկեղեցու բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որ դրանով զբաղվելու իրավունք ունի։ Ոչ, ինքը չպիտի вообще խառնի եկեղեցու գործերը։ Вообще իրավունք չունի եւ մեկ քրիստոնյա ազգ ենք, պարտավոր ենք պահելու մեր եկեղեցին։ Ավելի լավ ինքը եկեղեցու հետ գործ չունենա, հենց ավելի լավ կլինի։ Եկեղեցում մենք ունենք հոգևոր առաջնորդ։ Այդ հարցերը թող նա բարձի։ Երկրի ղեկավարը ավելի լավ չխառնի եկեղեցու գործերի հետ։ Եկեղեցու բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, արդյոք ինքն է այն մարդը, որ դրանով զբաղվելու իրավունք ունի, էլ չեմ ասում կաթողիկոս հանելու եւ նորին նշանակելու։ Եթե ինքը նորմալ ձևի վերաբերվել կաթողիկոսի հետ, կարելի է կաթողիկոսին կանչել իր մոտ կամ ինքը գնարներ, ասել այս բանը սենց եք ներքին կարգով եք լուծեք հարցը։ Իսկ եթե ինքը համաշխարհային պետությունների մեջ են հզոր պետությունների կողքին կանալա, մեր բանը կաթողիկոսը էս արել, մեկը էս արել, մեկը դուք հարցը ներքին հարցը տա լուծի, ոչ թե ուրիշ ժողովուրդների ծիծաղացրու քեզ վրա։ Ոչ, մեր կաթողիկոսական պատմական մեր հայոց պատմության ելնելով ոչ մի մարզպետ, ոչ մի քաղաքապետ, ոչ մի նախագահ այդ գործին քայլին չի գնացել։ Սա քաղաքական մի հարց է, որ մենք չի կարողանում իմանանք։ Սա ով այնպես ճշած ինի, որ ինքը իր շահագործման բոլոր միջոցներով ամեն մի բանը ընտրելով ինքը դառնա բան նախագահ նորից։ Ինքը շատ թույլ մարդ է այս բանը նշանակելու հանելու։ Օրենքին նայենք, իրավունք չունի, անկախ միավորում է եկեղեցին, բայց եթե իսկապես ուզում է բարենորոգում անել, ոչ թե հեռացնելու միտում պետք է ունենա, այլ կարելի է էլի նստել, ասել քննարկեք այս հարցը, չգիտեմ, կարող են ուրիշ կերպ նայել երևույթին։ Եկեղեցի մեր հիմնական մեր քրիստոնյան ատոմ եկեղեցի մնա իր տեղում էլի։ Եկեղեցուն թող չկպնել։ Չէ, ինքը չի կարող։ Ոչ մեկ իրավունք չունեն կաթողիկ անեն նշանակել։ Ազգը պիտի անի, ժողովուրդ։ Այ ազգը։ Ուրիշ ոչ մեկը չի կարող։